Տիկին Գայլյան, կներեք, դուք ասում եք, որ հատուկ մարմինները միայն գաղտնալսելու իրավունքի ունեն եւ դա ինչ որ գործառույթների շրջանակներում են, կներեք, բայց մենք տեսնում ենք, որ այդ գաղտնալսումները հրապարակվում են իշխանական կամ իշխանամերձ հարթակներում եւ արդեն ակնհայտ է, որ դա եթե ինչ որ գործի շրջանակներում է եղել, ինչու իրավապահ մարմինը չի հրապարակում, այլ լրատվամիջոցները։ Ես չասացի, որ հատուկ մարմիններն ունեն միայն հնարավորություն, ես ասացի, որ իրավաչափ գաղտնալսում իրականացնելու իրավունք եւ հնարավորություն ունեն միայն օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները, ինչը չի բացառում այլ անձանց կողմից ոչ օրինական ճանապարհով գաղտնալսումների իրականացումը, որը եւս քրեորեն հետապնդելի արարք է։ Օրեր առաջ մենք ականատես եղանք, որ Հովանավանքում ցուցարարները կամ ներկաները հարվածում էին լրագրողներին, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնում, փոչընդոտում, որպեսզի աշխատանքի լրագրողական մասնագիտական գործունեություն ծավալի, այս ամեն ինչին դուք ինչ գնահատական կտաք, մինչև հիմա քրեական գործ հարուցված չի եւ նաեւ նկատել էր, որ ոստիկանությունը դիտորդի դերում է եւ չէր փորձում կանխարգելել գործողությունները։ Ցանկացած գործողության, որը իրավաչափ չէ, ես վատ եմ վերաբերում։ Դա է իմ գնահատականը։ Քրեական գործ, որ հարուցված չի այս մասով։ Ես չգիտեմ քրեական գործ հարուցված է թե ոչ, եթե կան համապատասխան հատկանիշներ, վստահ եմ, որ քրեական գործ կհարուցվի։ Դուք գնահատական չեք տալիս։ Ես արդեն տվեցի իմ գնահատականը, ասացի, որ ցանկացած բռնարարքին, լիազորությունների ցանկացած վերազանցմանը ես վատ եմ վերաբերվում, եւ դա իմ գնահատականն է։ Տիկին նախարար սահմանադրական փոփոխությունների հետ կապված ինչ նորություն կա, ինչ քաղաքական։ Նորությունն այն է, որ Սահմանադրական խորհրդի նիստերը հաճախակի են հրավիրվում եւ վերջին նիստի ընթացքում մի քանի հարց դրվել է քվեարկության եւ Սահմանադրական խորհուրդը որոշել է որոշակի ձևակերպումների հետ կապված հարցերը, թե ինչպիսին դրանք պետք է լինեն սահմանադրության տեքստում։ Մենք առաջիկա 2 շաբաթների ընթացքում արդեն կսկսենք իրազեկման արշավը եւ բոլոր այն դրույթները, որոնց վերաբերյալ այլևս կա խորհրդի քվեարկությունը, մենք կներկայացնենք հանրությանը։ Իսկ հասել եք արդեն բանին հռչակագրին։ Նախաբանը եւ առաջին գլուխը դեռևս չեն քննարկվել, ուստի ոչ, հարցի պատասխանն է ոչ։ Եվ տիկին նախարար այս հարցը պարբերաբար եմ հնչեցնում, որովհետև անդակ բողոքներ ենք ստանում։ Համաներման կիրառման հետ կապված նախորդ անգամ ասացիք, որ չի նախատեսվում։ Հետաքրքրում է, հա, ազատազրկվածներին ինչու չի լինելու։ Որովհետև մենք ցանկանում ենք անհատական մոտեցում ցուցաբերել ազատությունից զրկված անձանց նկատմամբ եւ ոչ թե համընդհանուր կերպով լուծել մարդկանց այսպես ասած խնդիրը, որոնք կատարել են իրավախախտում, որի պատճառով գտնվում են անազատության մեջ, այլ անհատական կերպով փորձել գնահատել իրենց վարքը, օբյեկտիվորեն գնահատել իրենց վարքը, որպեսզի նրանք կարողանան հավակնել պատժից պայմանական վաղակետ ազատվելուն եւ մենք փորձում ենք զարգացնել այդ գործիքակազմը։ Բայց 18 թվականից այս կողմ կարծեք թե չի եղել, որ վաղաժամկետ ազատվեն, խոսքը շատ է եղել, ոչ միայն սմաների դեպքում, ես ուղղակի թվական տվյալներ հիմա չունեմ, բայց մենք անպայման կհրապարակենք, շատ ունենք դեպքեր, երբ անձինք պատժից պայմանական վաղակետ ազատվում են դատարանի որոշումներով։